Ինչպես հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից հունվարի 12-ին Գյումրի քաղաքում կատարված սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործիքնությունը շարունակվում է։ Հայաստանի քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմամբ, ինչպես նաև հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու նաև առերևույթ հանցանքը կատարելուց հետո Ռուսաստանի Դաշնության զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաև բռնվելու հանգամանքները։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ։ Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հանցագործությունը կատարել է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ապա այսօր որոշում է կայացվել վերջինիս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նախաքննությունը շարունակվում է։ Պարզաբանմամբ է հանդես եկել նաև ոստիկանությունը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու ստորաբաժանումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործության առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննություն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը։ Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ։ Բախինը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հանձնաժողովը ավարտել է ներքին ծառայողական քննությունը ռուսական 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են։ Բախինը հայտնել է նաև, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 102-րդ ռազմակայանի զինծառայող շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան իրավապահ